Հիմա հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի հետ կապված երեք չափազանց վտանգավոր արձագանք է հնչել Բաքվից առայն, որ Ադրբեջանի իշխանությունները երկար չեն պատրաստում սպասել Հայաստանի կողմից իրենց առաջադրած մյուս նախապայմանների կատարմանը, ըստ էության հասկացնելու, որ եթե որոշակի ժամանակ հետո Հայաստանի իշխանությունը իր նախապայմանները կատարած չլինի, այս դեպքում առաջնային երկու բան է ներկայացում, միակը Մինսկի խմբի լուծարում, որին Հայաստանի իշխանությունները մեծ առումով դեմ չեն, եւ սահմանադրության փոփոխություն, որին եւս հայաստանյան իշխանությունները դեմ չեն եւ նրանց կամքով իրացնում են, ուղղակի անդադ պատժառաբանություն են ներկայացնում, որ սա որոշակի երկար process է եւ հնարավոր չէ 1 կամ 2 ամսում իրականացնել։ Հիմա Ադրբեջանը սպառնում է, սա ըստ էության սպառնալիքի էլեմենտները առայն, որ Հայաստանի կողմից իրենց պատկերացումների շրջանակների ժամկետում չիրականացնելու պարագայում, այսինքն այդ պահանջները չիրականացնելու դեպքում Ադրբեջանը կարող է առաջինչ համարել բանակցային այն փաթեթը 17 կետից բաղկացած, որը միջև այս բանակցել է։ Իհարկե մենք շատ ժամանակ այդ փաստաթղթին այն տեսանկյունից ենք անդրադառնում, թե ինչու Ադրբեջանը սա չի ստորագրում եւ այլն։ Տեսեք, Ադրբեջանը այդ 17 կետերից բացի ունի մեկ այլ համախումբ պահանջներ, որոնցից երկուսի մասին արդեն խոսեցի, սահմանադրության փոփոխություն, ԵԱԿ Մինսկի խմբի այդ ձևաչափի լուծարում, սրա մեջ հաճախ նաև Ադրբեջանը ներկայացնում է Հայաստանի ապառազմականացում, այսպես կոչված փախստականների վերադարձ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եւ այլն, այսինքն Ադրբեջանը տեսնում է հնարավորություն հայաստանյան այս իշխանության պայմաններում միջև վերջ գործելու եւ առավելագույնը ստանալու եւ դրանով պայմանավորված ոչ միայն ձգձգում է բանակցային գործընթացը, այլ հանդես է գալիս նոր նախաձեռնություններով։ Իսկ այդ impeachment ներողություն մի հատ եք հնչեցրեք։ Փաստացի իշխանությունը չի հաջողվում իրականացնել իր տված խոստումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ հաշվառնելու է ընդդիմության այն բոլոր բարձրացումները կապված Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության, այդ թվում եւ տնտեսական, սա ենթադրում է, որ եթե ընդդիմության մեկ բառով նկարագրենք, իր ասածը Նիկոլ Փաշինյանը ցախողել է։ Հետևաբար հարց առաջանում ընդդիմությունը նախաձեռնելու է Նիկոլ Փաշինյանին impeachment-ը։ Impeachment-ի անվստահության գործընթացը խորհրդանական այն գործիքներից մեկն է, որը մի կարևոր պահի կարող է գործածել։ Այս պահին ես դժվարանում եմ դրա մասին որոշակի ժամկետային կտրվածքով խոսել, որովհետև դա միայն կախված չէ ցույց խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր կամ ընդդիմադիր տարբեր ուժերի դիրքորոշումներից, դա նաև մեծ առումով կախված է նաև փողոցում արկա իրավիճակից եւ բնականաբար որևէ ձևով որը մեկը չի կարող բացառել, որ ինչ-որ կետում անհրաժեշտություն կառաջանա կամ բարենպաստ դաշտ կձևավորի այդ գործընթացի համար։ Ինքը կարևոր գործիք է, կիրառելի գործիք է, բայց դրա հետ կապված պետք է լինի նաև այլ գործոնների առկայություն, որոնք հնարավորություն կտան ոչ միայն բուն նախաձեռնություն դրսևորել, այլ նաև ունենալ արդյունավետ ելք։